Բարի օր ձեզ, հարգելի հետևորդներ ջան։ Հարգելիներս, պատրաստում եմ բլինչիկի բաղադրատոմսով քաղցրավենիք ջեռոցում։ Երեք հատ ջրեմ ջարդել։ Լցնեմ շաքարավազ։ Պես թեյ ուտալ շաքարավազ, լավ կհարենք, կավելացնենք ձիթայուղ, և լցնում եմ կաթ։ Առայժմ կեսը կլցնենք, հետո կլցնենք ալյուրը, ընթացքում կնայենք, եթե կարիքը զգանք, նորից կաթ կավելացնենք։ Ավելացնենք կաթը, նորից խառնենք լավ։ Լավ խառնենք, որպեսզի գնդիկներ չմնա խմորի մեջ։ Այսպես, հիմա սա կդնեմ ջեռոցը։ Դե ես արդեն հարգելիներս ջեռոցը միացրել եմ և դնում եմ 200 ջերմաստիճանի տակ։ Հավասարացնենք 4 կողմը ու տեսնենք, թե ինչ է ստացվում։ Այսպես։ Իսկ ինչպիսի տեսք ունեցա խելուց հետո։ Շուտը կարողանամ շուտը կողքին նայել։ Սա տնենք իր տեղը։
4 թեյ կտալ սմետան վերցրեցի, հարգելներս և շաքարի փոշի։ Այսպես, հիմա կտրատեմ բանանը։ Այսպիսի տեսք ունեցավ հարգելներս։ Փաթաթեցի, հիմա մի 2 րոպե հետո կկտրեմ ու ասեմ շատ համեղ էր, ես մի փոքր խմորից փորձեցի, շատ համեղ էր, ուղղակի չեմ հասկանում, յուղաթղթից շատ դժվարությամբ հարգելներս պոկվեց, դե ես նախապես յուղաթուղթը նորից ձիթայուղ արեցի, կասկածելով, բայց նորից լավ չպոկվեց։ Նայեք ժողովուրդ ջան, ցորենն է, արդեն 4-րդ օրն է, դե նայեք տեսեք, ցորենը շատ սիրուն ձևով ծլել է, կանաչել է, ոսպն էլ է ծլած, բայց դե ցորենի նման չի, նայեք, սենց մոտիկից ցույց տամ, ամեն առավոտ մի փոքր թռչում եմ, շատ չէ, մի փոքր թռչում եմ, և լուսամուտին եմ դրել, որ լույսա տեսնում, արևա տեսնում, ավելի շուտ է ծլում, դե միջև զատիկ, ինձ թվում է, որ արդեն պատրաստ կլինի ցորենը, որպեսզի կարողանամ զարդարել սուրբ զատիկի սեղանը, հարգելիներս, այստեղ ավելացել էր, ես ճիշտ չնկարեցի, այստեղ ավելացել էր համ ցորեն, համ ոսպ, լցրել եմ ափսեի մեջ, սա էլ, նայեք տեսեք, արդեն
ծլելը։ Հիմա գնանք սպիտակաձավարն էլ ցույց տամ, սպիտակաձավարն էլ այս մի լուսամուտին եմ դրել, հարգելիներս, նայեք, սա նույնն է մնացել, կարելի է ասած ընդհանրապես տեղից էլ իրար չի եկել, ծիլ չեմ տեսնում, սովորականի նման, ոնց ցորենն եմ ջրում, այնպես էլ սպիտակաձավարն եմ ջրում, ահա մոտիկից պահեմ, հարգելի հետևորդներ ջան, դեռ տեղից իրար չի եկել, բայց հույս ունեմ, որ կծլի։ Սա էլ առավոտյան մի փոքր էլի թռչել եմ, ահա։ Սա էլ այստեղ եմ դնում լուսամուտին, հարգելիներս։ Տեսնենք էլի, տեսնենք կծլի թե չէ։ Հəl նայեք այս հրաշքին, այս յուրահատուկ ծաղիկին, ամբողջ հյուրասենյակը հարգելիներս, այս յասամանի բույրն է, որ մտնում եմ հյուրասենյակ, հենց այս յասամանի հոտն է գալի։ Դե ինչքան սիրուն է։ Նայեք, այստեղ էլ անթորյումս արդեն ուզում է ծաղկի։ Ժողովուրդ ջան, հələ նայեք, կարմիր կոկոմա փոքր, շուտով սա էլ կծաղկի։ Դել այդպես։ Այսօր էլ պատրաստեցի այս համովությունը, հարգելի հետևորդներ ջան։ Ուղղակի քաղցրություն, այդքան բան, հարգելիներս, համեղ էր, վատը չէր, շատ համեղ էր։ Դե այսօր էլ այսքանը, հարգելի հետևորդներ ջան։ Շնորհակալ եմ բոլորիցդ եւ բարի գիշեր բոլորիդ։